Հաշտության պլատֆորմ ստեղծելու գաղափարի տապալումը Ադրբեջանի միակ ձախողումը չէր այս շաբաթ։ Վերջին տարիներին ռազմական ու դիվանագիտական ոլորտներում հաջողություններ չգրանցելուց հետո Ադրբեջանը փորձում է հարցի լուծման նոր հարթակներ գտնել։ Օրինակ Արցախի խնդրի լուծումը քննարկել ԵԽԽՎ-ի նստաշրջանում, տարբեր փոքրիկ խորամանկ ձևակերպումներով։ Հատկապես այս կառույցում երբեմն ստացվում էր անցկացնել հակահայկական բանաձևեր։ Ինչպես? Հայկական խորհրդարանական պատվիրակությունը արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից եվրապատգամավորներին կաշառելու մասին, նույնիսկ հատուկ տերմին է օգտագործվում՝ խավիարային դիվանագիտություն։ Սա կաշառքի միջոցով դիվանագիտական խնդիրներ լուծելն է և այս շաբաթ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ։ Եվրոպայի խորհուրդը հետաքննություն է սկսել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի միլիոնավոր դոլարների հասնող կաշառքների գործով։ Նույնիսկ կառույցը ստեղծեց անկախ հանձնաժողով, որը անաչառ հետաքննություն կանցկացնի և արդյունքները կհրապարակի տարվա վերջում։ Stop. Why are you shutting me up? Ադրբեջանի նախագահի ընկերը Սոքարի միլիոններով գնված ԵԽԽՎ նախագահն այսպես կշարունակեր ձայնից զրկել հայ պատվիրակներին, եթե իր մեկ սխալն ամբողջ Եվրոպան իր դեմ չհաներ։ Ագրամունդը ռուսական ռազմական ուղղաթիռով այցելել է Դամասկոս, հանդիպել Ասադին։ Սա ԵԽԽՎ նախագահի եվրակառույցային կարիերայի դե ֆակտո վերջն էր։ Դուք, սր, պետք է հրաժարական տաք։ Դուք պետք է հրաժարական տաք հենց հիմա, եթե պատիվ ունեք։ Եվրոպայի խորհրդում վերջապես որոշեցին լսել հայ խորհրդարանականների տարիների աղմուկը։ Ագրամունդը ամեն ինչից բացի Ադրբեջանի միլիոնների առաջին հասցեատերն է։ Avrebbe preso 2.390.000 euro dal governo dell'Azerbaijan per Ագրամունդից առաջ իտալական ռային ԵԽԽՎ իտալացի պատվիրակ Լուկա Վոլոնտեին էր բացահայտել։ Նրան հիմա քրեական պատիժ է սպառնում Ադրբեջանից 2.5 միլիոն եվրո կաշառք ստանալու համար։ Ագրամունդն ու Վոլոնտեն ամենալուսաբանված դեպքերն են, նրանցից հետո անհնար եղավ կոծկել իրականությունը։ Ադրբեջանը ԵԽԽՎ-ում գնում է պատգամավորներ, զեկույցներ, քվեարկություններ տարեկան բաժանելով 30 միլիոն եվրո։ The Guardian-ի տվյալով։ ԵԽԽՎ վերջին լիագումար նիստում սկանդալի պիկը դարձավ կառույցի հեղինակությունը փրկելու համար ընդունված որոշումը։ Եվրոպայի խորհուրդը աննախադեպ հետաքննություն կսկսի, անկախ արտաքին հանձնաժողով կստեղծվի։ Ադրբեջանի խավիարային գործարքները բացահայտվում են պաշտոնապես։ Սա կարմիր քարտ է ցույց տրված Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը։ Հիմա ԵԽԽՎ բյուրոյի նիստում ընտրվել են հանձնաժողովի 3 անդամները, հայկական պատվիրակությունը պնդել է նրանք պետք է լինեն անաչառ եւ անկաշառ։ Որպեսզի միջազգայինորեն հաստատվեն այն պնդումները, որ այո Ադրբեջանը որպես իր արտաքին քաղաքականության բաղադրիչ օգտագործում է այսպես կոչված խավիարային դիվանագիտությունը։ Եկեք Ալիևին ուղերձ հղենք, որ առևտրի համար այլ շուկաներ փնտրի Ստրասբուրգի փոխարեն։ Արևմտյան կառույցն արևելյան շուկայի է վերածվում մի քանի մեխանիզմով, ուղիղ վճարումները միայն մի երեսն են, Ադրբեջանը վճարում է ամեն ինչի համար ու նվիրում է ամեն ինչ։ Դա ինքնաթիռներ, դա 5 աստղան հյուրանոցներ, դա ամեն ինչն է եւ պերսոնալ նվերներն էին, ինչպես արդեն ասացիք, դա գորգերը, դա ոսկե ինչ-որ իրեր, դա նկարներ։ Սա Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունն է բոլոր հնարքներով ու ամբողջ հմայքով, երկու նպատակով Ադրբեջանում ցույց տալ, որ դրսում Ալիևին ծափահարում են եւ դրսում ցույց տալ, որ Ալիևներն ավտորիտար չեն։ 2013-ին ԵԽԽՎ-ում տապալվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ գերմանացի խորհրդարանական Քրիստոֆ Շտրասերի զեկույցը, փոխարենն ընդունվեց Պեդրո Ագրամունդինը, ըստ որի Ադրբեջանում մեդիան դրախտային պայմաններում է աշխատում, որպես հետևանք Ալիևը համոզվեց անպատժելի է։ Հիմա արդեն Ալիևը սանձարձակվել է։ Այս շաբաթ Վրաստանում առևանգեցին եւ Բաքվին արտահանձնեցին Ալիևի դեմ հետաքննություններ հրապարակած լրագրողին, եւս 2 լրագրողի ձերբակալեցին։ Ավելի վաղ փակվել էին բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները։ Իրականում փակ է նաեւ շղթան, Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում, որ աշխարհը չխոսի ճնշումների մասին, ամիսներ անց սկսելով նոր ճնշումներ։
Ներքին խնդիրներից լավ ԵԽԽՎ-ում Արցախի դեմ զեկույցներն են վաճառվում, Մինսկի խմբում ոչ մի քայլ առաջ, իսկ միջազգային կառույցներում զեկույցներն ու բանաձևերը հակամարտության կարգավորման հարակից մթնոլորտ են ստեղծում։ Հանուն դրա Ադրբեջանը պատրաստ է կաշառել բոլոր պատրաստակամներին։ Ակնհայտ մեծ պատերազմով սպառնացող թշնամական երկրին զրկել իր արտաքին քաղաքական կարևոր բաղադրիչներից մեկից, դա ինքնին ես համարում եմ հաջողություն։ Ադրբեջանի լոբիստական ամենահայտնի կառույցները սնանկ են հայտարարվում, Եվրոպայի խորհրդի հետաքննությունն ամենաթեժ փուլում է։ Խավիարային դիվանագիտության արդյունավետությունը զգալի նվազելու է։ Դաշտ է բացվելու, որտեղ մենք կարող ենք գործել, մենք կարող ենք ստեղծել, մենք կարող ենք ձևավորել։ Կանենք թե չենք կանի, այդ արդեն մեր մեղավորությունն է կամ մեր փառք ու պատիվն է։ Եվրոպայի խորհրդի զեկույցը ներկայացվելու է տարեվերջին եւ հրապարակային բոլոր հետևանքներով հարվածի տակ դնելով սկանդալում ներքաշված պետությունների հեղինակության հարցը ու նոր հետաքննությունների սկիզբ դառնալով բացահայտելով, թե ինչ մեխանիզմով են ընդունվել Սարսանգի վերաբերյալ Մարկովիչի կամ Արցախում բռնության աճի մասին Վոլտերի հակահայ զեկույցները։ Անի Ավետյան, Անդրանիկ Արթենյան, Նարեկ Գալստյան, Post Factum։